Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, հլա տեսեք մեր մոտ ինչ եղանակ է անձրևային և շատ ցուրտ, երեխաները արդեն Արսեն մանկապարտեզում, Այրիկը դպրոցում, Գյորգին աշխատանքի, ես ու Էլինաս ենք տանը, ինչ ենք անում, մի հատ գնում ենք, մեզ խնամում ենք, դիմակի օր այսօր ինձ համար, քանի որ դրսում այսպես ծանր աշխատանքներ չունեմ անելու, հոգնեցուցիչ հա, դրա համար այսօր ինձանով եմ զբաղվում, ամբողջ օրը նվիրում եմ ինձ, գնացինք դիմակ դնենք և անցնենք սուրճ խմելու, տեսնենք ինչ ենք անում այսօր ամբողջ օրվա ընթացքում, մեզ բոլորիս հիանալի օր եմ մաղթում, մեր վլոգը համարում ենք սկսված, քանի որ տանը ունեմ ժելատին և ուգլ ինչ ենք անում, միանշանակ մաքրում ենք մեր դեմքը, մեզ անհրաժեշտ է 2 հատիկ ուգլ, այսպիսի սենց սև կոճակները, հենց անունը ուգլ չէ, սպասեք, դա որ սխալ անուն չտամ էլի, 2 ուգլ և 10 գրամ ժլատին, ինչ ենք անում, անցնում ենք գործի, նաև մեզ հարկավոր է ջուր, այսօր ամբողջովին մաքրում ենք մեր դեմքը կմաքրենք, այսպես սև կետերից կազատվենք, իսկ հետո արդեն մազերի դիմակ կդնենք, այսօր ամբողջ օրը մերն է, այնպես որ եկեք հավաքվեք, գործ ենք անում, այսօր ամբողջովին օրը մեզ ենք նվիրում, այնտեղ կաթ եմ դրել էփի, ու կաթը էփածը տաքանա, որպեսզի մածուն մերեմ, ու այդ ընթացքում արդեն պետք է մաքրենք մեր դեմքը, ինչպես եմ ես մաքրում, ազատվում սև կետերից տանային պայմաններում, հիմա դուք էլ կտեսնեք այս դիմակը, կարելի ասել դիմակ, մոտավորապես ձեր հետ 4-5 տարի առաջ եմ արել, 4-5, չգիտեմ, կնայեմ տեսանյութեմ, եթե պահպանվել եմ, կասեմ, եթե ոչ, բայց դե, հիմա նորից ժամանակն է, ինչ ենք անում, վերցնում ենք մի հատ ափսե, որտեղ որ պետք է ջուր եռացնենք, ջուրը դնում ենք, որպեսզի եռա, որովհետև պետք է այդ մասան եռացող ջրի վրա պատրաստենք, ինչ ենք անում, վերցնում ենք 2 հատիկ ուգլ ու դրեցի այդ կոճակները, Էլինա, մի քիչ բալես ձենը անջատի էլի, հեսա, 2 հատ կոճակի վրա ավելացնում ենք 1 ճաշի գդալ ջուր, մի հատ կոֆե, այսօր պետք է թենիկը լվամ, ջազվան լվանամ, արդեն գույնը կծել է, մի հատ կոֆե առավոտ շուտ ժամի 7-ին եմ խմել Գյորգիի հետ, իրանք արդեն անցել են իրենց գործերին, իսկ ես իմ գործին, այդ ընթացքում Էլինաս խելոք մուլտիկ էր նայում, գնացի խոզուկներին կերակրեցի եկա, ու այսպես աղջիկեք ջան անցա գործին, ասեցի միանամ ձեզ, ինչ անելու այար հետ անենք, եթե դուք էլ ունեք քթի հատվածում սև կետեր, մաքրեք տան պայմաններում, կաթը շատ չտաքացնեմ, ահա, ուգլի վրա ջուրը որ լցնում եք, ինքը ավտոմատ լուծվում է, հետո ինչ ենք անում, բացում ենք դոնդողն ու ժելատինը, ավելացնում ենք մասայի վրա, այդ ուգլի, և տեղափոխում ենք գոլորշու վրա, որպեսզի ինքը լավ, ինքը արդեն այսպես լուծվել է, ժելատինը ավելացնում ենք, 10 գրամ, Ճաշի
Աշիկը տալել ենք ջուր ավելացնում։ Մի հատ գնամ են չոպիկներից բերեմ կամ եթե այստեղ չունեմ պետք է որ ունենամ մեզ հարմար դանակ է անհրաժեշտ որպեսզի քսենք մեր դեմքին ու այն հատվածները որտեղ ուզում ենք մաքրել նո կզակը քիթը աշկետակ խորհուրդ չեմ տա այս հատվածները մենակ այս հատվածը ու ստեղ էլ խորհուրդ չեմ տա որտեղ տեղ չկա ոչ մի սև կետ եթե դուք ունեք կարա քսեք իսկ եթե ոչ ավելնորդ ինքը մազա պոկելու ու ցավում է էլի ցավոտալինելու ինքը քարացավ ամբողջովին տեղափոխում ենք եռացրած այսպես ջրի վրա գոլորշու վրա կարելի ասել եւ պետք է լավ խառնենք ու կարևոր գիտեք աղջիկեր ջանի չա որ տան գործեր ամբողջը վերջացրել ես ոչ մի գործ չունես անելու ու դու դիքս այն ժամանակ ունես քեզանով զբաղվելու ահա ինքը արդեն լուծվում է կոֆես էլ այդքում բայց այսպես Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեր զանգված։ Դիմակներ, մազերի, դեմքի վերադառնում են ուշադիր կլինեք ալիքներին, երկու ալիքում է պետք է լինի, այնպես որ հետո չասեք Աննա ջան չեմ տեսել, Աննա ջան չգիտեմ, քանի տրամադրված եմ, ինչքան լավ դիմակներ ունեմ, ձեր հետ կկիսվեմ։ Կոֆե սեփեց։ Գիտեք չէ, ես ինչ լավ բան գիտեմ, առանց ձեզ չեմ կարող անեմ։ Գիտեմ, որ 18,000-ից մեկին կամ 18,300 արդեն 70 ենք, 18,300 հոգուց մեկին օգտակար կլինեմ։ Դրա համար ներկայացնում եմ։ Բայց կարելի է ուղղել գծել։ Ну, չէ, սևացավ։ Կոպեկները ընդամենը։ Ահա։ Գիտեմ, հիմա կասեք Աննա ջան, պատրաստի ծախում են եւ այլն, բայց պրեսներում էլ կա, օզոններում էլ կա, իհարկե ես տեղյակ եմ, որ աշխարհից վերացած չենք։ Ամեն ինչի մասն տեղյակ եմ աղջիկ ջան, բայց ես գտնում եմ իմ մեթոդներով ավելի լավ է ես այսպես մաքրեմ դեմքը, քան խանութի։ Իսկը ես անձրևն եկավ։ Հո, եկավ։ Գիտեք չէ, ինքը տակ-տակ պետք է քսենք մեր դեմքին, ու շատ տակ չլինի, որ դեմքներուս չվառվի, բայց շատ սառն է չլինի, ինքը այդ սառեց մի անգամից պիլյոնկա է դառնալու։ Կարող եմ մի երկու հատ էլ ուղղել ավելացնել, ես թվում է մի երկու հատը չի խանգարի, ավելի մուգ կլինի, ասեք ավելացնել, հա ջան։ Հա ջան։ Դա, իմ ընկերուհի Սեկով։ Ջոն, դա։ Ես ածեզ եմ մոտիկից ցույց կտամ, ինչպես է ստացվում։ Ես քո հետ չեմ։ Քեզ ցույց չտամ։ Երիկա դեռ չի եկել բոլորս։ Բաբա
Baba, de. Baba, de. Պատմանը գործի է։ Չէ մի 2 րոպե մնա, մի հատ սուրճնյուս կխմենք։ Աղջիկներս այսպիսի զանգված ենք ստանում։ Ահա։ Հիմա արդեն գցում ենք դեմքի եւ թողնում ենք լավ չորանա։ Կոֆես խմեցի, վերջացրեցի աղջիկներս, մեր չաթում խմբում էսպես դասերի մասնակցելով ու մոռացա, որ նկարահանման մեջ եմ։ Էլինան էլ ուժեղ է տելևիզիոն բարձրացրել, եթե YouTube-ն է լսում եմ, մի անգամից էսպես փակում եմ։ Հիմա ինչ ենք անում։ Ոյ, պետք է հայբին բերեմ։ Բայց ոչինչ տեսնում ենք, շատ արագ ենք աշխատելու, նայեք արդեն ինքը խտանում է, կարող եմ մի փոքր տաքացնեմ, որպեսզի արդեն կպնում է, նայեք, կպնում փոփում է, սպասեք մի հատ տաքացնեմ, աղջիկներս հենց ձեր դիմակներ կսարի, մի հատ տաքացնեք, կարող է ընթացքում չհասցնեք իմ նման, մի հատ կթաքացնեք, նոր կգցեք ձեր դեմքին, շատ տաք չլինի, բայց շատ, որ կարողանաք իր հետ աշխատել, այսպիսի զանգված է ստացվելու, հիմա գցում ենք այն հատվածները, այ արդեն ստեղ չորացավ, այն հատվածները, որտեղ որ անհրաժեշտ է, իսկ այս աշկերի հատվածում, այս տակերը հա չի կարելի գցել, որովհետև հետո հեռացնելուց շատ ցավոտ է լինում։ Հիմա ամեն այսպես տարածված մասը որտեղ է, քթի հատվածն է, որ սետերը շատ է լինում, արագ եք աշխատում, այս հատվածը կարող եք գցել, մի խոսքով այս գործընթացը զանգակարի եք այ, ժեգրի ոչ մի բան չկա, սպասեք մի հատ պատասխանում ու մի Աղջիկներս սկսեցի վերջացրեցի, արդեն չորանում եմ, տեսնում եք, որ արդեն դեմքը լավ ձգվում է, դեմքիցս անկարծ չվախենակ, բայց որ ընկերուհին դիմակ է դնում, երբ թե իրավիճակն է, ես ինձ այդ ձև եմ զգում ձեր հետ, հիմա խոսալուց է արդեն դեմքս կամած այսպես ձգվում է, ինքը չորանում է, չեմ կարողանում նորմալ խոսալ։ Հենց կտեսնեք արդեն լավ չորացել է, էլա թաշ չի, հա, պետք է լավ զգաք, այս հատվածները արդեն լավ չորա, սենց լավ ձգվել է, ես այս հատվածներս չեմ արել, մենակ սենց այսքան հատվածը, այս է, հիմա արդեն հենց չորանում է, շատ զգուշորեն հեռացնում եք, եթե ձեր մոտ եղանակները տաք արևային է, այդ ժամանակ դուրս չգաք, որպեսզի ռեակցիա չտա կարմերի վառի, Եվ հեռացնելուց հետո ինչ ենք անում, բնականաբար գորջով մի հատ լվացվում ենք և խոնավեցնող կրեմ ենք գցում։ Սև տոճկաները ամեն ինչ հեռացնում է, ես կհեռացնեմ, ամեն ինչ ձեզ մոտիկից ցույց կտամ, կտեսնեք, որ իսկապես գործող միջոց է։ Կարող եք շաբաթը 2 անգամ կրկնել, եթե լավ էսպես սև կետիկներ կա, իմ մոտ որ շատ լավ էր այս հատվածը, կետիկները, այսքան հատվածը դրա համար էսպես 2 անգամ կանեմ, որպեսզի ամբողջովին մաքրվի և այդպես, քանի որ ստեղ տեսակ անձրևային եղանակ է, կլվացվեն, մի հատ էլ խոնավեցնող կրեմ կգցեմ, իսկ արդեն մյուս դիմակը վաղը կդնեմ, որպեսզի ռեակցիա չտա, դե ինչքան էլ ուզում ա լինի, ինքը ծակոտիներից հեռացնում է աղվա մազերը, սև այդ տոճկաները, մաշկը արդեն ավտոմատ բաց է լինում, զգայուն է լինում, դրա համար չարժե այդպես դիմակներ դնել հեռացնելուց հետո, ուղղակի խոնավեցնող կրեմ եք գցում։ Իմ մոտ արդեն լավ չոր է, որովհետև գցեցի, այդ պահին զանգ եկավ, խոսացի ու հիմա վերջ, ահա, չոր է։ Մի 10 րոպե էլ սենց կմնա, որ լավ ծիկ լինի, նոր արդեն հեռացնելուց կմիանամ ձեզ։ Ու արդեն կմտածենք մազերի դիմակի մասին։ Երկարացնող, փայլուն, սիրուն դիմակ ենք դնելու, կմնաք միջև, որպեսզի տեսնեք, օգտվեք և ձեր մազերն էլ արդյունքում փայլեն, պսպղան։ Աղջիկներս եկա, անցավ արդեն 10 րոպե, հիմա արդեն զգում եմ, որ ինքը իրան է դիմակը հեռանում և ինչից ես դա զգում, մի թեթև շարժումներ ես անում, ինքը արդեն նայեք բացվում այս կողքից,
Զգում եք ձենը, ոնց որ կապրոնեղն է։ Շատ ցավոտ է, բայց արդյունավետ է։ Ամենանուրբ պահը այս թուշիկների կողքն է, ոյ մամա ջան։ Մի խոսքով այսպես սիրուն հանում ենք։ Ահա նայեք, կարևոր է, որ շատ հաստ, նաև շատ բարակ քսած չլինեք։ Եթե շատ հաստ եք քսում, շատ ուշ է, այսպես չանում, թաց է մնում, իսկ եթե շատ բարակ եք քսում, շատ շուտ է չորանում ու շատ շուտ այսպես պլոկում է, չեք կարողանում հեռացնել։ Աղջիկները շատ մեծ դժվարությամբ հեռացրեցի և արդյունքից ուղղակի ապշած եմ, ինչքան ժամանակ էր չի արել, այս հատվածը սենց լավ սևացել էր, ու այս կոմերը տենց չկար, բայց ստեղ շատ լավ սենց լի էր։ Այդպես հիմա ձեզ մոտիկից ցույց կտամ, այսքան էր ուղղակի դիմակը, որպեսզի դուք էլ տեսնեք, վստահ լինեք, որ աշխատող մեթոդ է, և կարող եք տանը ուղղակի 15-20 րոպեում ձեր դեմքը այսպես փայլացնել, ինչպես որ ես արեցի։ Հիմա գնում ենք լվացվենք, խոնավեցնող կրեմը քսենք և վերջ։ Եթե էլի կմնան մի 2-3 հատ, կարող եք վաղը մի հատ նորից կրկնել, ուղղակի այն հատվածը, որտեղ որ մնացել է։ Իսկ արդեն որտեղ որ մաքուր է, այդտեղ ոչինչ չենք քսում։ Չգիտեմ ձեզ մոտ երևում է թե ոչ։ Իմ մոտ շատ պարզ երևում է, հատկապես քթի հատվածը, ինչպես որ նշեցի, ահա տեսեք, ընտիր մաքրել է, ընտիր, արդյունքից ուղղակի ապշած է, տեսեք, ճարպային այդ յուղային մասերը ամբողջը հեռացրել է, Հիմա գնում ենք լվացվենք և քսենք խոնավեցնող կրեմը, դեմքի կրեմ լինի։ Աղջիկներս հեռացնելուց հետո մի հատ գորգ ջրով լվացվում ենք, այսա տեսնում, եթե տանը ասպիրին ունեմ, մազերի դիմակը կպատրաստենք, եթե ոչ, ապա հաջորդ վլոգում կգնամ ապտեկայից դիմակը կառնեմ, ասեմ դիմակը ասպիրինը կառնեմ, նոր կգամ տուն, միասին կպատրաստենք, ուղղակի գորգ ջրով լվացվում ենք, չորացնում ենք դեմքը, ինքը կարմրել է, բայց կարմրությունից չվախենակ, այդ լրիվ նորմալ է, ահա, նույնց է սիրուն մաքրել, որ չեք պատկերացնել, և արդեն քսում ենք խոնավեցնող կրեմը, դեմքի կրեմ, ձեռքի կրեմ, մաշկի կրեմ, համ չոր մաշկի համար է, համ չորի է, համ ավելի շատ չորի համար է, դե մաշկս չորոտ է, տենց յուղային չի, ես կրեմն ենք քսում, գիտեք չէ, ես կրեմը Գյորգին իր դեմքի համար էր արել, բայց շատը ես եմ օգտագործում, և լավ մասաժ ենք անում, այս հատվածը շատ կարմրեց, բայց ոչինչ, կնստի, պետք է գնամ Արսենին վերցնեմ, չմտածեն ձեզ դեմքերը, այդ միջև էդ կնստի, հույս ունենամ, այս դիմակը հանկարծ չկրկնեք ու արեք ժամանակ տանից դուրս գաք, դեմքը ամբողջովին կվառվի, դրա համար կամ գիշերն արեք, որ տանից դուրս չգաք, կամ առավոտ շուտ, որ հոբ լինի եղանակը, բոլոր մանրուքներս զգուշացնեմ, միամիտ արեք ժամանակ չանեք դուրս գաք ձեր դեմքը վառվի, ասեք Աննայի շնորհիվ մեր դեմքը վառվեց։
Հիմնականում դիմակները խորհուրդ են տալիս գիշերը կամ առավոտ շուտ, որ հով լինի, հա, 1-2 ժամ տանից դուրս չգաք, որ դեմքը չվառվի։ Այսպես, սիրուններս 15-20 րոպե հետո կարող հանգիստ դիմահարդարվենք։ Պուպուշ սիրուն դեմք ենք ստանում։ Ասպես։ Աղջիկներս Էրիկս դասից եկավ, տնայինները կատարեց, գրավորները գրեց, ինչպես միշտ գրավորների ժամանակ ես իր կողքը նստում եմ, որպեսզի սխալ չգրի։ Սխալ գրել այն է, որ շեղվում է, ու միգուցե մի բառը կամ մի տառը սխալ գրի, պակաս գրի, այս ձև պարտադիր գրավորների ժամանակ նստում եմ։ Հիմա եկա խանութ, ուզում եմ այսօր ուզբեկական փլավ պատրաստել, ասացի բրինձ առնեմ, բրինձ չունենք տանը, այն որ ես գնում եմ խանութ, ինչ պակասա պարտադիր, պետք է մեկից մի քանի տեսակ վերցնեմ, որ շուտ չվերջանա, բայց եթե մեկը վերջանում է, մնացածը հետևից վերջանում են։ Էլիկին Էլինայի մոտ թողեցի, ասի տղես խելոք մնա, շուտ նայ գնամ գամ, որ հաց սարքեմ, ու պետքա գնամ Մարսենիս հետևից։ Հիմա արդեն սիրուններս ճանապարհին եմ, հետ եմ գնում, հաց է չունենք, մի հատ էլ հաց առը, մտածում եմ գնամ կամ հաց թխեմ, կաթ ունեմ ավելացած, մածունը մերեցի, կամ բլինչիկ պատրաստեմ, չգիտեմ, մտքերս խառն են, մի բան ուզում եմ սարքեմ, բայց չգիտեմ ինչ սարքեմ, այն որ ուզում ես անես, բայց չգիտես ինչ անես, այդ ձևը, աղջիկներս, առավոտյան անձրևն եկավ, հիմա էլ, այսպես եղանակը բացվում է, գալիս է ցեխ անում, չի թողնում նորմալ հողամասում գործ անես, 2 հատ լոբու մարգիտեղ եմ բացել, բայց պետք է արդեն շարունակեի էլի բացի, հետ էլ անձրևն եկավ ցեխ արեց, հիմա չեմ կարողանում գործ անել հողամասում, արդեն լոբին ուշանում է, էլի պետք է ցանեմ պարտադիր, որպեսզի հասցնեմ մինչև մայիսի վերջ բուգը հավաքեմ։ Անցած տարի մայիսի 9-ին արդեն կարտոֆիլի բուկն էի հավաքում, իսկ հիմա ոնց որ չի էլ ուզում կարտոֆիլը դուրս գա, այդպես աղջիկներ ջան, մինչև մայիսի 9-ը հուսամ լոբին էլ կարտոֆիլն էլ դուրս եկած կլինեն, բուգը հավաքած կլինեն, որ էլ հողամասում շատ գործ չունենամ էլի անելու, այդպես գործերը շատ են, պետք է ամեն ինչ հասցնես, ժամանակին վերջացնես, որովհետև օրերն անցնում են, իսկ այս եղանակները չեն թողնում, որ գործ անես, արդեն այստեղ նայեք խոտի տեղ են սրսկել, ես է պետք է տանեմ սրսկեմ, ասում եմ պետք է առնեմ, չէ, բայց Գյորգին միջև տունա գալի ուշ ա լինում, կամ որ տանն ա լինում, այնպես օրը այսպես արագ անցնում, որ չես կարողանում նույնիսկ այդ խանութ գնալ, որպեսզի այդ դեղից գնել։ Ժամանակը մեզ չի հերիքում։ Չենք տեղավորվում ժամանակի մեջ։ Եկեղեցին ինչ սիրում է։ Երկար ժամանակերին բլոգում չէր երևում եկեղեցին։ Տանից դուրս չէի գալի։ Գնամ տեսնեմ, եթե Էլինաս չի քնանցնեմ, որպեսզի գնամ Արսենին վերցնեմ գամ ու անցնեմ դրսի գործերին։ Ինչ ընտիր խոտ է, նայեք, այնքան անձրև եկավ, խոտը այսպես վերև բարձրացավ։ Իսկ ստեղ ընտիր սիբեխ ունեի, հələ նայեք, հələ տեսեք ինչ ընտիր սիբեխ եղե սրսկել են, այսպես վարվել է, դա ափսոս չի,
Ինչ գիտեն ինչա։ Մեկ-երկու անգամ որ սիբեղ եմ հավաքելուց եղել, հարցրել են ինչի համար է, պատասխանել եմ կակաշների ինչ սիրուն է, պատասխանել եմ, որ ուտում են, բայց երևի թե լավ չեմ էլ իրենց ասել, որ դուք էլ կարաք քաղեք և վայելեք, հատկապես գյուղում, որ տնական ձու կա, սիբեղը կա, յուղը կա, ինչ ամունում, էբ ես տապակ ես ու վայել ես։ Ես էլ մեր թաղամաս։ Այստեղ էլ կար սիբեղ, բայց հիմա որ թացա, չեմ ուզում առաջ գնալ, այստեղ։ Կապ չունի որ թացա, առաջ են գնում ու տեսնում ենք, նայեք ինչ ընտիր է, արդեն ժամանակը անցել է, այս տարի մի գրամ ինչա չգնացինք հավաքեցինք, նայեք, ինչ քոնկո, արդեն անցած է, իմաստ էլ չկա, դեմքին նայել, տեսակ, հետ էլ այդպես, դրախտ, անենց եմ սիրում, չեք պատկերացնի, հանգիստ, լռություն, միայն ծիտիկներն են ծլվլում, այն որ լիարժեք հանգստանում ես, չհաշված դրսի այդ աշխատանքները, լիարժեք հանգստանում ես, երեխեք լեզ սիրունություններին նայեք, վազելով եկել եմ հասել Արսենիս հետևից, նայեք ինչ լավն է, ինչ սիրուն է, գնամ տղուս վերցնեմ ու գնանք տուն, եկա Արսենից վերցրի, ասում եմ մամ, ասում եմ հաճան, ասում եմ փող ունես, ասում եմ հա գնանք մագազին, մառոժնի ասում, ուրիշ մառոժնի ես ուզում, Другой? Հա բավես, հիմա տղուս տանում եմ խանութ, ինքը ասում է, պապ, ասում է աջան, ասում է դու մի արի իմ հետևից, թող մենակ մամաս գա, ասում է խի Արսեն, ասում է մամաս այնց տանում խանութ, դու չես տանում, պապան որ մեքենայով է, հլա նայք, մաղադանոսը, սոխը, ինչ ընտիրա, լտեսեք, սիրուն դուրս է եկե, սխտորներին նայք, ինչ հավասար է սիրուն, ջան, դուք եք է տենց ծանել, ջան, դա, նույնիսկ դպրոցում կա, նմանատիպ հողամաս, որտեղ այդպես սող, սխտոր, այսպես ամեն ինչ հաճացնում են, որը շատ գովելի է ու հավես է, ջան, չմտնես ջուրը կյանք, ահա, աղջիկներս ինչ ենք այսօր սարքում, մեր տնական խոզի տժբժիկը, մեր խոզը տարել են, վաճառել ենք էլի, ոչ թե տարել են, և մեզ միայն իրենից մնացել է տժբժիկը, պես որ հիմա արդար, տնական, ամենահամով, քանի որ մեր տնական միսը, խոզի միսը, տժբժիկը շատ համով է ստացվում, այդ իսկ պատճառով թարմը, վայելում ենք սիրուներս, հլը մի հատ դուք ստեղ տեսեք, ոյ մամա ջան լով է ծանրը, հալազ նայեք, վաու, վայ չու տողին, եկեք, ուխտի, բայց իսքան նոնեմ, չէ, կեսը կանեմ, ես ու Գյորգին ենք, երեխեքը չեն ուտելու,
Մենք է 3 սաղ կտրեմ, մաքրեմ, հետո նոր արդեն հոտ անուշ գալիս է։ Վաու։ Համովը համով։ Եկեք միասին վայելենք։ Իրար հետ կսարքեի, միգուցե աղջիկեք լինեն, ովքեր պատրաստած չեն եղել տժվժիկ, տեսնեն ես ոնց եմ անում, իրանք հետ պատրաստ է։ Բայց փետի տախտակը պետք է հանել, ես դանակը շատ սուր է, ես դոսկես ափսոս է չչացնի։ Սպասեք, ես կտորը վերցնեմ ու նորմալ չափի կտրում ենք, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր։ Այս այստեղից հեռացնենք։ Ափսոսա դոսկես չփչոնու։ Royal Kitchen-ից այդեպ, ինչպես որ իմ ֆեն չոտկը։ Դանակս էլ է Royal Kitchen, եթե չեմ սխալվում։ Մագնիտից եմ առել, արդեն աղջիկեք ճան գիտեք, 5-6 տարի է։ Ֆիսլե, էլի այն ժամանակ, որ Ստավրապոլ էինք ապրում, մագնիտից արևտուր միշտ մագնիտից էինք առնում, կարտոշկեք էինք հավաքում, նապլեtkեք, ու ասենք 2000-3000 ռուբլյանոց դանակները, ֆեները, 4-5000 ռուբլյանոց կացաները զղջված գնով էինք առնում, ու ես ամեն ինչ գնել եմ։ Ես որ ես տուն ենք մտել, մեր նոր թազատունը, ամեն ինչ ունեցել եմ, հատենց կացաների, դանակների, ոչ մի բանի խնդիր չեմ ունեցել, որ նոր գնեմ էլի, թավաներ եմ ունեցել տունտիր, ծաղ մագնիտից եմ մարել, բարձով ենք ապրում աղջիկեք ջան, դե արդեն գիտեք, ով ինչ շատ շուտ է հետևել, իմացել է էլի, մեր ննջասենյակի զգեսապահարանը, մի անկյունը մենակ շուշեղեն էր, ենքան էի սենց իրար վրա դարսել, են որ ինչ տենում առնում էի, պրինզներս առանձին էի դնում, թեպետ տուն չունեինք, միքսերս գնեց, հետո մսաղացը գնեցինք, մսաղացը գիտեք ոնց ենք գնել, ինչ էինք անում այդ ժամանակ, փակոց էինք անում, պետքա տորմա կներեք, լեչոյի համար պամիդոր աղայինք, միշտ զանգում էինք մեր ծանոթուհի աղջկանից էինք վերցնում, հետո ասեցի Գյորգի բեր մի հատ մսաղած մեզ համար առնենք, միջև երբ կարելի էլի մարդկանց նեղություն տալ, իրանց ապրանքը վերցնել, տարանք ոսկի մատանից դրեցինք, 10 քանի հազար ռուբլի էր, 14 էր, 17 էր, մեր մսաղացը առանք, հետո ոսկին գնացինք հանեցինք, այդպես այսօր ամեն ինչ կտան աղջիկեք ջան, մի անգամից չի եղել, հեշտ չի եղել մի անգամից ոչ մի բան, ամեն ինչ այսպես քիչ եղել է, բայց որ մի անգամից մտնես դատարկ տուն ու մի անգամից ամեն ինչ ունենաս, ես այդ մեկը տքան չէի հետ պատկերացնում, բայց փաստը մնում է փաստ, որ օր եկել ենք այս տուն, արդեն ամեն ինչ ունեցել եմ պատրաստի։ Նույնիսկ մի կտորնից վրան չեն թողել, պատկերացնում եք, հլը ոնց են կտրել։ Աշխարհի խոզը տանք։ Էդ ինչ է երգում Էլինա ջան։ Մաշինայի հետ եք երգում։ Դուրը կփակես գալես։ Էսի թոքը ջիգարա։ Խոզը։ Հա, խոզինը։ Խիապ ու բալես։ Հա։ Կոկկա։ Ինկրով։ Ոչինչ, ես ակլվանում, կեր կրով չի եղել։ Ինքը շատ համով է։
Լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Ասում Արսեն արի լվանում է, որ Արսեն եկա մաման ինչ պետք է անի։ Մանի։ Մա։ Այսքանն է մեփում աղջիկեք ջան, քիչ է մեփում, ես ու Գյորգին ենք ուտելու։ Դրա համար նենց չեմ անում, որ շատ լինի, հետո թափեմ։ Այսքանն ենք եփում։ Միջև աղջիկները ստաժուժիկը կլինի, ես սեղանը բացում եմ։ Այստեղ մեր հողամասի վարունն է, ես տանձի սոկ է, վերջի բան կանը, տանձի ծառ արդեն ծաղկում է։ Ինչ ես դու սարկում։ Կամ պոտաբալ ես, սոկա։ Ուղղակի իմ պատրաստածը շատ քաղցր է ստացվել, ես քաղցր եմ սիրում։ Հաճա, կամպոտ։ Мама, а я с хрустящими силами и соленые. Да? Моя чуть-чуть сладкая. А я так больше сладкая. Вау. Моя люблю На меня папу. Мама, я люблю лёсовый папу. Նենց համովա մերոն։ Моя люблю лёсовый. Տամ խմես։ Да. Տամ էլի խմես։ Моя очень А если тут, а если морковь? Вот это? Морковь. А я горячий. Դու եք ուտես էլինա։ Да. Вот, если вот называется, ну, Ինչ է։ если. Հա, բոլես։ Надо. Սոխը կարմրացնում ենք աղջիկներս, ուղղակի պետքա սոխով և բուսայողով տապակեմ, տոմատ և կալին պղպեղ չեմ ավելացնելու, որովհետև արդեն շատ ենք չարաշայլ կծուն, կարմիրը, տոմատը, այդ իսկ պատճառով հիմա առանց տոմատի ենք անում, ինչ անում ենք։ Շոկոլադ միսը արդեն պատրաստ է, միս էլ կա իհարկե ներսում։ Այս անգամ սենց ինքն իր համով ենք անում, իր թեթև կարմիր պերեծ և սև պղպեղ կավելացնեմ, բայց տոմատ չեմ ավելացնելու, ինքն իրենով սենց ավելի համով է, տոմատով էլ է շատ համով ստացվում, բայց սենց ավելի համով ուրիշ ձև է լինում։ Ես ու պապան տժվժիկ ենք վայելում, իս երեխեքը նրբերշիկ, իրանք չեն ուտում տժվժիկ, այդ իսկ պատճառով նրբերշիկ եմ եփում, որպեսզի վայելեն։